Պարոն Խաչատրյան, հավելեք դուք մանրամասնեք ձեզ այս պահին գործի հիմքերի մասին ինչ տպավորություն ունեք եւ մասնագիտական առումով ինչ նկատառում։ Տեսեք, պարոն Սարգսյանը ինչ ավելի բարի գտնվեց, ես ասեմ, որ այս ստատականիստի ընթացքում մեղադրանքից քարին չի թողնվել։ Նման փուչ մեղադրանք դժվար է պատկերացնել նման գործով, եթե նույնիսկ այս հետապնդումները պետք է կազմակերպեն, պետք է մի քիչ ավելի լուրջ մեղադրանք մտածեին, որովհետև ստեղ կարծում եմ հանցագործության դեպք չկա ու ավելին ոչ թե բիզնես վեճա դուք չէ հարցրեցիք, սա բիզնես վեճա վերացման քրեայրավական process-ի, ես կարծում եմ, որ ստեղ բիզնես վեճ չկա, ստեղ ուղիղ իմաստով պետք է պարոն Ծառուկյանը ճանաչվեր տուժող, որքի այս պարագայում տուժողին տրվել է մեղադրյալի կարգավիճակ։ Պարոն Խաչատրյան, մեկ դեպքի մասով այլ կառույցներում, կազմակերպություններում խոզարկությունները ինչով են հիմնավորել։ Չէ, այստեղ չեն կարող ասել, որ մեկ դեպքի, ուղղակի այստեղ շատ կարևոր է հենց պարոն Սարգսյանի ասածը, որ այս քաղաքական հետապնդումների, ֆոնին տարբեր գործերով բոլոր գործերը ակտիվացան մեկ օրում։ Նույնիսկ 2020 թվականին ինչ-որ Կոտայքի քննչականում քննվող գործով էր ակտիվացան, 19 թվականի գործով հարուցված ակտիվացան, 20 թվականի գործով, այսինքն հենց կարևոր է արձանագրել այդ հանգամանքը, որ բոլոր գործերը ակտիվացան մեկ օրում։ Դե ով կպատասխանի մեզ ինչու։ Բոլորն ասում են մենք հիմա զբաղված ենք, բոլորն ասում են մենք հիմա զբաղված ենք զուտ իրավական process-ներով, մնացած դատողությունները թողնենք ձեզ, մենք կզարմանայինք, որ այլ կերպ մեկնաբանեին, հելնեին ասեն չէ, մենք հենց հիմա զբաղված ենք քաղաքական հետապնդումով։ Պարոն Սարգսյան, մինչ այս պահին գործողություններ են կատարվել, բացի խոզարկությունները։ Դե փաստացի մեր մասնակցությամբ խոզարկությունն է, ձերբակալումն է եւ նաեւ Ասկալանքի միջնորդությունն է։ Այսինքն որպես այդպեսին իրենք բազմաթիվ գործողություններ ունեին անելու հատուկ չի կատարվել, որովհետև ինչ անում են, երկում է մեղադրանքը։ Նոր է դատանում մեկ այլ անձի ցուցմունքը պահանջեցին, ներկայացրեցին եւ ամբողջությամբ նորից մեղադրանքը հետ։ Դեք ինչն է մեր մոտ խնդիր ստեղծում։ Մենք այս նման process-ներում շատ ենք եղել, այդ ոնց Ծառուկյանն էլ է այս ամեն ինչի մեջ անցել։ Բայց հետեւյալն է, էլի Իրանի Իսլամական Հանրապետության դատարանը վերջնական որոշմամբ հաստատում է, որ իրենց քաղաքացիների գրածը սուտ է, որ այստեղ խարդախության հանցակարգ չկա, սովորական գործարար հարաբերությունները, Հայաստան Հանրապետության իրավապահ համակարգը ասում է չէ, նույնը հանցագործությունն է, խարդախությունն է, եւ այդ պարագայում, երբ որ նաեւ կա նրանց դեմ տրված հաղորդում, դա ընթաց չեն տալիս, սովորական վիճակով սա շատ դանդաղ քննություն է, սա մի օրում, երկու օրում ցած հրատապ քննությունով, այսինքն ակնհայտել որ առիթ էր Ծառուկյանին կալանավորելու համար, ձերբակալելու համար ինչ արվեց, այսքան։ Միջայնից այս մի օրում այս քննությունը ասենց որ կատարվում է զուտ մի բանի համար, որպես պարոն Ծառուկյանին բերեն դատարան ու պարտադիր ունենան կալանքի որոշում, որովհետև հիմա կազմված է քննչական խումբ, գործը հանձնարարված է քննչական խմբին, բայց այն գործողությունները, որոնք պետք է արագ կատարվեն քննչական խմբի կողմից, ասենց օպերացիվ կատարվեն, որ օբյեկտիվ իրականությունը մի քայլ շուտ բացահայտվի, որ այդ գործողությունները, որ պետք է հրատապ կատարվի, չի կատարում, որ հիմա դատարանում գան մեր գործընկերները, պնդեն, որ դեռ նախնական փուլ է, ժամանակապետ, որ այս անենք, այն անենք, որ փորձեն դատարանում տպավորություն ստեղծեն, որ բազմակողմանի քննություն դեռ պետք է կատարեն։ Ինչ քայլեր պիտի արվեն, որոնք չեն արվել, խնդրում։ Դե առնվազն ես այս պահին չեմ ցանկանա թվարկել, առնվազն պարոն Ծառուկյանն էլ մենք էլ պահանջում ենք առերեսում մի շարք անձանց էլ։ Այդ թվում Իրանի քաղաքացիների։ Իրանի քաղաքացիների, այդ թվում նաև մեր հակընդդեմ հարցման իրավունքը ապահովելու համար, որ ժամանակ չլինելու պատճառով այս պարագայում, այս մեկ օրվա օրիկեսվա ընթացքում չի կատարվել, այդքան էլ ճիշտ, որովհետև ըստ էության, բայց քննչական խումբ էր գործում, կարող են այդ բոլորը կատարել հենց ընդամենը ժամերի ընթացքում։ Այս պահին չեմ կարող թիվ ասել, բայց քննչական խումբ արդեն նշանակում որ մի քանի հոգի զբաղվում են նույն գործով։